Ամենակարևորը ժամանակն է, շատ կարևոր է ժամանակը, ժամանակը ամեն ցավ բուժում է, ինձ թվում է թե երկար ժամանակ է պետք որ այդ ցավը բուժվի, եւ ինձ թվում է թե եթե բաց թողնեն այդ երկու ազգերը իրար հետ լավ կլինեն, եթե խառնակիչներ չլինեն, նորից չգան խառնեն, այդ ազգերը լավ էլ իրար հետ լավ էլ լեզու են ջարել, լավ էլ իրար հասկացել։ Եթե ուրիշները չհրահրեն իրենց գրպանների համար, խաղաղ են ժողովուրդը։ Ամեն կողմում ժողովուրդը իրենց երեխաների համար է մտածում, իրենց հարազատների համար է մտածում, թե մեզ մոտ, թե Ադրբեջանում, թե Լեհաստանում, թե Հնդկաստանում, թե ես ամբողջ աշխարհում։ Այդ վերևներից, որ արդեն սկսում են պատերազմը այդ բանը գցում են ժողովրդի մեջ այդ խառնաշփոթությունը, իրանց գրպանների համար են գցում, այդ ժողովուրդը մեղք չունի, այդ ժողովուրդն էլ միամիտի նման համաձայնում է այս ընթացքին ու մտնում այդ ընթացքի մեջ եւ այդ պատերազմները սկսվում են։ Այո, քաղաքականության միջոցով պետք է հարցերը լուծվեն։ Եթե լավ պրեզիդենտ լավ վերաբերվին, հա, իրար հետ բանակցին, ես դաժե լուրերն եմ լսում, եթե իրար բանակցին, հա, իսկ եթե չէ, վեճինի, աստուց վեճան է պատերազմինի, խաղաղն երկիրը ժողովրդը, սաղ շկարք են։ Ես նպենասիմ դյուզը, կարելի է, Ղարաբաղել են պիասալ, ասան խաղաղությունն են, վերջումը կռավ ասա, ես դաժե ընդեղ ալես չալի գիլաչ սամ երկա, վերջումը կռավ ասա, աշխարազորային դխեցալ, հավատում, շիսել չմ հավատում, վեջինի, բայց վեստիքինի կռավան են։ Սաղ երկարալ, սկզբից մուկ վեր կռավը կրալ, Իսել եմ պոստքեցա, մեր խոխանելակեցա, բայց տղա, 25 տարեկան, կգբ ենք դա։ Ասա, հա, խաղացություն են ամպեն, ռուսպեն, բայց վերջ մինը տսա ռեսկի, կռավ ասա, հեն կրա պոստումը, իսել մեր խոխանել։ Իննենա, կռավը դե վեստիքինի հա, սա ռուսին ծերքեն է, ոզի կռավան է, ոզի խաղացություն, ոզի սա երոն է։ Ամեն ինչ հնարավոր է, նայած դա կախված է ղեկավարությունից, իրանց ձեռքին ա լրիվ։ Դե ամեն օր արի կռվենք, կռվում մի անգամ նատուժվի, այսքան զոհերը ասենք ինչի երբեք, եթե այդքան հողերը տալու էինք, եթե այդքան հանձնելու էինք, հեն առանց այդ մարդկանց կյանքի դա եկելի։ Հա, սխալ եմ ասում։ Դե հիմա հիշ գիտեմ, ասենք մեկ մարդ կա հիմա հայկական երկն ա սիրում, ադրբեջանցին հայկական երկն ա սիրում, արվեստն ա սիրում, մարդ կա հակառակն եղա սիրում, ժամանակ ա պետք ու մարդկային հարաբերություններ էլի, հիմա կամ պետք է կռվես վերանաս, կամ էլ եթե ապրելու ես հարևանությամբ, հիմա Ադիտա միանշանակ, իհարկե խաղաղություն են ուզում, այդքան պատերազմներ տեսանք, ինչ օգուտ խաղեցինք։ Հարցին ինչքանով կարող եմ իմ ունակություններով, լինելու է առավել խաղաղություն, առավել խաղաղություն, ջերմություն, բայց միասնություն պետք է լինի։ Ես թվում է խաղաղություն չի լինի, դա հաստատ է, բայց մնացածը չեմ կարող ասել։
Ամենակարևորը պիտի ասեմ, մենք ազգովի ուժեղանանք, այն որ sense մի հատ հայկական ասացված կար նախկին, ասում էր թուրքի հետ ընկերություն արա, այդ կոպալը ձերքից չգցես, Ղարաբաղից լուծեր։ Ուրեմն պիտի զարգանանք, պիտի շատանանք եւ պիտի բարիդրացական հարաբերություններ բանանենք։ Ոնց որ առաջներ մենք եղել, ով չի իմանում։ Թո ճանապարհը պետցանին սես միջանցքը, բենին, Զանգեզուրա միջանցքը, բայց տանուշուրալի մերնա իրանց թուրքենա սալդատներն վնկենան, բայց առուտուրանին իժնություն էլի, բայց թինգյոթուն շատ ատային։ Հայ հրվները նոտ լավ ավե առուտուր անին, բայց մսլահատ հավլի կռով չանին։ Թո մինել եմ ասում, պետցանե միջանցքը, հանո ուզումա թուրքին բեններ միջանցքն է պետցանե, թո առուտուր անին, բայց խաղաղ ձևավ, բայց իժնոթունի, վեշ թա թինգեցնին, որ ուզում այնի։ Գազը ես լուրերի եշել եմ, ստղաս մուչովի պենան են տիվեր օչերդա, ինը կերազա գաշ չկա, 160 դրամն է շինա 250 լրա, մեր ժողորդը վեր գաշ չինի, Bez inçini astuzveçane, Qarabağ balaka dayanqa, stığelati yine balaka dayanqadan veçini. Ham qırıva ham balakadan. Միգուցե շրջադարձնեն լինի որ խաղաղություն լինի։ Տենց եմ հասկանում, չգիտեմ։ Ինչ է կատարվում ենքան, որ մեր ղեկավարները, մեր Փաշինյանը Թուրքի հետ կապ ունի, ինքը ասեց, որովհետև ասեց, եթե ինչ չընտրեն, հաստատ պատերազմ է լինելու, բայց թե երբ է լինելու, ինքը սպառնում է հայերին։ Եղածողեն էլ ատալու Ալիևին, որովհետև ինքը այն ղեկավարը չի, որ կարա ասենք խոսքի, եթե ասենք մի խոսքի մեր աշխատավարձները 10,000 դրամը բարձրացնում է, բայց ամեն ինչը թանկացնում է։ Գնում ես խանութ ընդամենը 20,000 դրամը, ոչ մի բան չկա։ Այսինքն աբսոլյուտի ոչ մի բան չկա, լրիվ թանկացել է, բացի պեսոկից։ Շաքարավազից։ Հələ ինչ ղեկավար, ինչ ղեկավար, որ ասում է 10,000 դրամով թոշակը բարձրացում է, դու 10,000 դրամով կարաս ապրես, ոչ։ Ուրիշ ճանապարհով է գալիս այդ նավթը բենզինը։ Եթե 3 ձերք հասնում Հայաստան, ինչ իմաստուն է։ Հա, վտանգավոր կլինի ինձ թվում է, որովհետև լավ բան չեմ սպասում սա այդ մեր ղեկավարներից։ Ադրբեջանը, ինչ ասեմ, հայերից մի քիչ ասենք խղճավ են, բայց ամեն դեպքում թուրք են, վտանգը կա։ Խոսքի գոնյակ եք ուղարկում ջերմուկ, իրենք նավթ, բենզին, ապրանքափոխանակում է, բացի դրանից առետուրը ժողովրդին հարստացնում է, եթե վագոնը գալիս է, էժանանում է,